Ողջույն սիրելի հայրենակիցներ, Ռոժավախեր ջմատամե հսկրի։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես բոլորս տեսնում ենք, իմ ձեռքին շլանգ է, բայց պատառոտված, վնասված, փչացած ու անպիտան։ Ուրեմն ասեմ, որ ժամանակին, երբ որ այս շլանգը նոր էր, սրանով իմ փոքր տղան ջրում էր մեր հորթերին։ Բայց փոքր տղա էր, ամփոյթություն արեց, շլանգը ձմեռը դուրսը թողեց, մեջը ջուր մնաց, ու այս խեղ շլանգը տրաքեց, փչացավ, վնասվեց, ոնց որ տեսնում եք, արդեն ինքը անպետք է։ Սիրելի հայրենակիցներ, այսպիսի շլանգ աշխատողներ կան նաև Հայաստանի Հանրապետության գործադիր, օրենսդիր, իրավապահ, եւ տեղական ինքնակառավարման մարմիններում։ Լուրջ եմ ասում, բոլորդ էլ լավ գիտեք, բոլորդ էլ շատ առնչվում եք, որ այսպիսի շլանգ պահվածքով աշխատակիցներ, ովքեր այս մեր փչացած շլանգի նման, որը ժամանակին ջրում էր մեր հորթերը, նրանք նույնպես այսօր արդեն անպիտան են, բայց ես մի բանում եմ զարմանում։ Ինչի համար է Հայաստանի Հանրապետության իմ կողմից թրավարկված կառույցները, ինչի համար է նրանք հանդուրժում շլանգների, առավել ևս փչացած ու անպիտան շլանգների առկայությունը նշված կառույցներում։ Գուցե նրանք ուզում են հետագայում ժողովրդի աչքին թոս փչելու համար ասեն, որ գիտեք ինչ կա, այն փչացած շլանգ աշխատողի պատճառով այսինչ բանը չկատարվեց, այն փչացած շլանգ գյուղապետի պատճառով չիրականացվեցին այս ծրագրերը, այն փչացած շլանգ դատախազի կողմից վերահսկվող գործը մնաց եւ այսպես կոծկվեց, եւ նույնիսկ այդ փչացած շլանգ դատախազի պահվածքի պատճառով բավականին մարդիկ իրար հետ թշնամացան։ Իսկ ինչի թշնամացան։ Թշնամացան ընդամենը մեկ պատճառով, որովհետեւ բնակիչը սպասում է, որ հանցագործություն կատարած անձը իրականում ենթարկվի պատասխանատվության, որպեսզի քրեական վարույթը ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի հանցագործություն կատարած անձը ենթարկվի պատասխանատվության, բայց արի ու տես, գործ վերահսկող փչացած շլանգ դատախազը, շլանգ քննիչին, տալիս է շլանգ հանձնարարություններ ու քրեական վարույթը մնում է չբացահայտված։ Միևնույն ժամանակ, խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության տարածքում միավորված համայնքների ղեկավարներին, վարչական ղեկավարներին, իմ շատ սիրելի, իմ շատ հարգելի վարչական ղեկավարներ, դուք ինքներդ լավ գիտեք, որ բնակավայրերի ղեկավարների մեջ կան շլանգներ։ Ինչի համար եք պահում։ Որն է պատճառը նրանց գոյությունը հանդուրժելը։ Որն է պատճառը համայնքի բնակիչների գործերը ուղղակի այսպես կուտակելը։ Եթե նա ոչ մի բան չի անում։ Ինչի համար սա գտա մեր անասունի գոմի կողքից, որտեվ սա պահել է ընդամենը, որպեսզի ծայրահեղության դեպքում սկոճով փաթաթեն եւ կարճ ինչ-որ գործողություն կատարելու, բայց ինքը էլ պետք չի։ Սկոճը իրան էլ չի պահի։ Իսկ ինչի համար եք դուք նրանց միջև այս պահ հանդուրժում։ Գուցե նրանց գործողությունների կամ անգործության պատճառով, գուցե դիտավորությամբ, գուցե բացթողությամբ իրանց կողմից բազմաթիվ թերությունները կամ ձեր կողմից իրականացված բազմաթիվ թերությունները վերջում այդ շլանգների վզին փաթաթելու, դա ժողովուրդը շատ լավ տեսնում է։ Իսկ ես կասեմ, որ ժամանակին մեր գոմի համար պետքական շլանգը այլևս պետք չի։ Եվ ես նրան նետելու եմ աղբամանը։ Ձեզ էլ խորհուրդ կտամ, որ ձեր շլանգ աշխատողներին առավել ևս կոտրված, ճղված, փչացած շլանգներին ուղղակի հեռացնեք այս ժողովրդի ջանից, որովհետև ինչպես հին հայկական համով բարբառն է ասում, այս ժողովրդի ջանին կրակ ու պատիժ են դառե։ Վերցրեք, հավաքեք ձեր փչացած շլանգները ու նետեք Զիբիլիաման, դրա փոխարեն համակարգը լրացրեք ավելի պատասխանատու եւ ավելի նվիրյալ աշխատակիցներով, ովքեր որ երբեք չեն վարքաբեկի ոչ համազգեստը կրողին ու ոչ էլ առավել ևս Հայաստանի Հանրապետության գերբն ու դրոշը, որը Հայաստանի Հանրապետության խորհրդանիշն է։ Դե ինչ, սպասենք
տեսնենք, թե երբ է տեղի ունենալու շլանգափոխությունը։